Պարտադիր սոցիալական վճարներից հրաժարվելու համար դիմումներ ներկայացնելու ժամկետը սպառվում է 5 օրից, սակայն բուհերը դեռ չեն հասցրել ՊՕԱԿ-ից հիմնադրամ դառնալ եւ ընձեռել այդ հնարավորությունն աշխատակիցներին։ 16 պետական բուհից 4-ի կարգավիճակը փոխելով կառավարությունը վստահեցնում էր, որ այսպես լուծվում է նաեւ համատեղությամբ պետական եւ մասնավոր սեկտորում աշխատող երիտասարդ դասախոսներից սոցիալական պարտադիր վճարի կրկնակի գանձման հարցը, քանզի համաձայն օրենքի հիմնադրամի աշխատողները կարող են հրաժարվել այդ վճարներից։ Այդուհանդերձ վերջնաժամկետը մոտենում է, դասախոսներն էլ ահազանգում են՝ ոչ մայրբուհում, ոչ պոլիտեխնիկում ղեկավարությունը դիմումներ չի ընդունում։ Բանն այն է, որ կազմակերպությունը վերակազմակերպված է համարվում պետական գրանցման պահից։ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս Արսեն Թավադյանը Ազատության հետ զրույցում պնդեց, որ իրավաբանական տեսանկյունից ոչ ԵՊՀ-ն, ոչ բժշկական համալսարանը եւ ոչ էլ պոլիտեխնիկը դեռ վերակազմակերպված չեն։ Հիմա ճիշտ է, կառավարության որոշումը ուրեմն պոլիտեխնիկի մասով ուժի մեջ է մտել, իսկ ԵՊՀ-ի Երևանի պետական բժշկական համալսարանի մասին ուժի մեջ կմտնի վաղը կամ մյուս օրը, բայց իրավական տեսանկյունից այս կազմակերպությունները դեռ վերակազմակերպված չեն, իրենք հիմնադրամ չեն, հետևաբար որևէ մեկը չի կարող ֆինանսի ուրեմն դիմում ներկայացնել, որտեղ դեռ իրանք հանդիսանում են ՊՕԱԿ-ի աշխատող։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազատության հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել էր, որ կընդունի բոլոր դիմումները։ Այդուհանդերձ իրավաբան Թավադյանը հասկանում է, որ այս պահին անիմաստ է դիմում ներկայացնել ռեկտորատին։ Ֆիզիկապես հնարավոր է հասցնել մինչև դեկտեմբերի 25-ը։ Նայեք, համապատասխան ռեկտորները պետք է փաստաթղթերը ներկայացնեն եւ ապահովեն կազմակերպությունների գրանցումը 2 ամսվա ընթացքում։ Ըստ օրենքի ուրեմն ռեգիստրի մասին օրենքի վերակազմակերպման մասին որոշումը գրանցվում է ռեգիստրում փաստաթղթերը ներկայացնելուց 10 օրվա ընթացքում։ Փաստացի, եթե առավելագույն ժամկետով շարժվենք, ակնհայտորեն չեն հասցնի։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պոլիտեխնիկի դասախոս Վերոնիկա Խորասանյանն այսօր պատրաստվում է այդուհանդերձ դիմում ներկայացնել բուհի ղեկավարությանը, շատ լավ հասկանալով, որ դրանով հարցը չի լուծվի։ Կներկայացնեմ դիմում, թող ինձ գրավորում արժեն, որ քանի դեռ պոլիտեխնիկը գրանցված չէ պետրեգիստրում, չեն կարող դիմում ընդունել կամ չեն կարող ներկայացնել հարկային մարմնին, բայց թող դիմումս որպես փաստացի ապացույց լինի։ Հետո չասեն, որ կառավարության որոշման համաձայն դուք կարող եք ներկայացնել դիմում, բայց չեք օգտվել այդ հնարավորությունից։ Խորասանյանը հույս ունի, որ կառավարությունն այդքան անհետևողական չի լինի իր հրապարակած խոստումներին։ Հակառակ դեպքում ըստ նրա, սա կլինի պետական այրերի կողմից կազմակերպած հերթական ծուղակը։ Երբ որ դեկտեմբերի 25-ի դրությամբ 3 բուհերն էլ չեն լինի պաշտոնապես գրանցված որպես հիմնադրամ, դրանից արդեն կարելի է հստակ կարծիք հայտնել, որ սա մեն ուղղակի մեծ փուչիկ էր։ Իդեպ պոլիտեխնիկի շենքի մոտ հանդիպեցինք բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին։ Վերջինս հրաժարվեց հարցազրույցից տեսախցիկի առջև։ Թոքմաջյանը պնդեց, որ սոցիալական պարտադիր վճարներից հրաժարվելու մասին դիմումներն ընդունում է։ Մեր այն հարցին, արդյոք բուհն արդեն հիմնադրամ է, ռեկտորն ասաց, որ դա երկար գործընթաց է եւ իրավաբանորեն բուհը դեռ հիմնադրամի կարգավիճակ չի ստացել։ Այս դեպքում անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ են դեռևս ՊՕԱԿ-ի կարգավիճակ ունեցող բուհում սոցիալական վճարներից հրաժարվելու մասին դիմումներ ընդունում։ Այս հարցերին հրաժարվում են պատասխանել նաև Կրթության եւ Գիտության նախարարությունում։